Խնդրեմ առաջին հարցին պատասխանի պարոն Ստեփան Գրիգորյանը եւ առաջին հարցը ձևակերպեմ այսպես պարոն Գրիգորյան ըստ ձեզ պետական համակարգում որ գործոններն են ամրապնդման կարիք զգում հիբրիդային հարցակումների հիբրիդային սպառնալիքներին համարժեք արձագանքելու համատեքստում Խնդրեմ Շնորհակալություն հրավերի համար Շնորհակալություն Արեգ Քոչինյանին, իր թիմին, Փայլուն, շատ լավ նախաձեռնություն է ու շատ ակտուալ թեմաներ են։ Ես պետք է ասեմ, որ այո, հիմա կանցնեմ այն հարցին, ինչ պետք է անի կառավարությունը հիբրիդային պատերազմի դեմ առնելու համար կամ բաղադրիչների այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչների դեմ առնելու համար ես չեմ թվարկի հիմա այդ ԵՔ գիտությունն է ԵՔ տարբեր մեխանիզմներ են հիբրիդային նաև այդ թվում ապատեղեկատվություն նաև ուժային քայլեր դրա մեջ մտնում են ես պետք է ասեմ որ ինչքան տեսնում եմ առաջ են գալիս միջև ընտրության օրը առաջ են գալիս երկու շատ վտանգավոր հիբրիդային տարեր ու կասեմ ոնց պետք է գործի մեր կառավարությունը ես նկատեցի որ սկսվեց այդպես քննարկում եւ դրսից եւ ներսից որ Հայաստանում ընտրություններից հետո կարող են կրկնվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները ողբերգական կարող են լինել հետ ընտրական process-ներ այո դա այլ կարծիք չի դա հիբրիդ է ինչու քանի որ այլ կարծիքը եւ հիբրիդը շատ անգամ շատ մոտ են իրար ինչու դա հիբրիդ է քանի որ այս իշխանությունների գործունեությունը ցույց տվեց որ բոլոր առանց բացառությամբ ընտրությունները առանց լուրջ մեծ խախտումների էին բավական ազատ էին, բավական տրանսպարենտ էին, ոչ ոք չի ասում իդեալական, բայց նույնիսկ ծայրահեղ ընդդիմությունը բողոքներ չէր ներկայացնում։ Խոսքը գնում է եւ երկու ազգային ժողովի ընտրությունների եւ խոսքը գնում է տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին։ Ու եթե այդպես դրվում է հարցը, որ ընտրություններից օրվանից հետո կարող են լինեն հետ ընտրական վատ process-ներ 2008 թվի մակարդակի դա ակնհայտ է հիբրիդ է նույն հիբրիդը այլ կոնտեքստում ես հիմա կասեմ բայց ինչ պետք է անի իշխանությունը մի էլի օրինակ ունեն նոր հիբրիդային այդ տարերի հետ կապված բայց ինչ պետք է անի իշխանությունը առաջի սեսիայում մի փոքր մեր փայլուն ելույթ ունեցողները, մեր գործընկերները շոշափեցին այդ հարցը։ Ես համարում եմ, որ այս իրավիճակում ոչ միայն եվրոպական փորձը մենք պետք է ուսումնասիրենք, վերցնենք ինչ արվում է կառավարության կողմից, պարոն Էվոնդյան, բայց ես համարում եմ, որ շատ մեծ պատասխանատվություն է դրված ներքին գործերի նախարարությանը վրա, հակակոռուպցիոն կոմիտեի վրա, դատարանների վրա քննչական մարմինների, քանի որ եթե դուք նկատել եք կան ուժեր, որոնք ամեն մի միջադեպի հետ կապված լուրջ աղմուկ են բարձրացնում։ Ու ստեղծում են, այդպես գիտեք, պատկեր, որ լեգիտիմ չեն այս ընտրությունները։ Ասենք առավոտ զարթնում ես, մտնում ես ինտերնետ ու քեզ ասում են, որ մայր, որը ունի 3 հատ անչափահաս երեխա, ձերբակալեցին տարան։ Ինչ պետք է զգացում ունենաս։ Հետո որ խորանում ես, հասկանում ես ինչի հետ է կապված։ Կամ երեխային ձերբակալեցին 2 ամսով բանտ ուղարկեցին։ Այստեղ շատ կարևոր է, որ պետական ինստիտուտները համաչափ պատիժ կիրառեն, այլ ոչ թե, ասենք, ինչ-որ քայլեր անել, որոնք մեծ աղմուկ են բարձրացնում։ Այդ շատ կարևոր է այդ իմ առաջարկը կառավարության, շատ ու շատ քայլեր համապատասխանում են օրենսդրությանը, նաև ընտրական օրենսդրությանը, նաև փորձում են կանխել այս ընտրակաշարքի հետ կապված process-ները, հետո գիտեք, բարեգործություն, ընտրակաշարք, բավական կողքը կանգնած բաներ են, անչափ կարևոր է եւ զգուշավոր եւ ամենամաքսիմալիստական բաներ չկիրառել։ Ի վերջո, եթե մարդը սխալ արեց, բայց մարդասպան չի, պետք չի էլի իրան նստացնել, ասենք,
տարիներով։ Այս ձևի ընդհանրապես խնդիր չպետք է լինի, իմ առաջարկը դա է, բայց ես պետք է ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերների հետ մենք վերլուծություն ենք անում, ուսումնասիրություն Հայաստանի այդ ինֆորմացիոն դաշտի շատ հետաքրքիր պատկեր է եւ սոցցանցերի մանրամասն ուսումնասիրում ենք եւ գլխավոր այն տոք-շոուների, որոնք կան Հայաստանի հեռուստաալիքներում։ Ինչ պատկեր են ցույց տալիս, որ գլխավոր հիմա գլխավոր նարատիվներից մեկը ոչ միայն, որ այս իշխանությունները չգիտեմ դավաճանեցին, հանձնեցին Ղարաբաղը կամ այս խաղաղության process չի դա ուղղակի դիրքերի հանձնումն է, նաև փորձ վարկաբեկելս ընտրարշավը։ Դա շատ կարևոր է, երկրորդ տեղում է այս երեք գլխավոր նարատիվներից, որոնք ուղղվում են այս իշխանությունների դեմ, որ ամեն ինչ անօրինական է։ Երբ որ խորանում ես, լավ էլ օրենքը աշխատում է, լավ էլ ընդդիմադիրները ինչ ուզում խոսում են, իմիջիայլոց ձեզ ասեմ, այս մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ամփոփ երբ որ նայում ես այդ բոլոր հեռուստաալիքները գումարած սոցցանցերը 60% ժամանակի օգտվում է 60% ժամանակի ընկնում է այս ընդդիմության վրա Հայաստանի։ Միտքս ինչու՞մ է կայանում։ Ձեր հարցին ու ավարտում եմ իմ ելույթը, ձեր հարցին ուզում եմ ասել, պարոն Գևորգյան, շատ կարևոր ինչ անենք։ Ես պնդում եմ, որ հիմա որ լեգիտիմությունը այս process-ի ընտրական չթուլանա, չխախտվի, շատ կարևոր են գործողությունները այս ինստիտուտների, ոստիկանության եւ այլ։ Իրանք համաչափ պետք է կիրառեն եւ դատարանները համաչափ սխալների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հավանաբար ինչ-որ վերին նախախնամություն կա, որ ես առաջին ձայնը տալուց առաջ չնշեցի եւ հիմա պարոն Սաֆարյանն եմ ձայնը տալու եւ այդ ժամանակ հիշեցի, որ 10 րոպե ամեն մասնակիցը ունի։ Պարոն Սաֆարյան, պարոն Գրիգորյանը խոսեց ներքին մեխանիզմների եւ ինստիտուտների մասին։ Ես ձեզ կցանկանայի հարցնել արտաքին ազդեցության մասին։ Ինչ եք կարծում, պետության դիրքավորումը կամ այդ դիրքավորման փոփոխությունը ինչպիսի ազդեցություն կամ ինչպիսի հնարավորություններ մարտահրավերներ կարող է ձևավորել այդ հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու հարցում։ Շնորհակալ եմ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել որպես բանախոսներ գրավելու համար, բայց սկսել շնորհավորանքներից հայկական խորհրդին իր հերթական ուրեմն գաղափարի նախաձեռնության համար։ Մենք ձեզ մրցակից չենք դիտարկում, ձեր ֆորումները ձեր կոնֆերանսը մեր ֆորումներին մրցակից չենք դիտարկում, ճիշտ հակառակը լավ կլինի, որ ամեն ամիս մեկը կազմակերպի եւ մենք կարողանանք ամեն ամիս հավաքվել եւ քննարկել իրավիճակը